Օրերս կայացած Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ նոր ֆիլմի պրեմիերան մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև դերասանի նախկին կինը, ոճաբան Մադոննա Հարությունյանը։ Նա իր ինստագրամյան հարթակում հրապարակել է հոլովակ, որտեղ հիացած, սիրահարված նայում է Սոս Ջանիբեկյանի նկարով պաստառին։ Տեսանյութին կից Մադոննան գրել է. «Լավագույն դերասան»։ Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 2019 թվականին։ Լուրը հաստատել էր Մադոննա Հարությունյանը, նշելով, որ թերևս միասին չեն ապրում, սակայն շարունակում են պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ որպես իրենց դստեր՝ Աննայի ծնողներ։ Լայֆրում հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Լյուսիի ու Սոսի սիրավեպը ժամանակին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սա Լյուսիի կյանքի ամենացավոտ թեմաներից մեկն էր։ Սոսից սիրելով եմ բաժանվել, բայց ես եմ գնացել բաժանման։ Ինքը բազմիցս տարբեր հարցազրույցներում նշել է, որ ես եմ իրեն թողել, ես վատն եմ։ Մենք Սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք։ Կյանքում մի կետ կար, ես ունեի խնդիր և այդ խնդրին պետք էր լուծում։ Իսկ այդ խնդրի լուծման մեջ Սոսը իրեն ներկա չտեսավ։ 5-ից 6 տարի հարաբերություններ մի մարդու հետ, հետո բաժանում հանուն Սոսի։ Ես պետք է այդպես չանեի, 6 տարի շարունակ ունեի շատ մտերիմ ընկեր։ Նենց չի, որ ես ափսոսում եմ, բայց այդ մարդուն ես ցավացրեցի։ Ես իմ ներսով շատ արդար մարդ եմ և չեմ սիրում, որ անարդար եմ գտնվում մարդկանց հետ։ Իսկ այդ պարագայում ես եղել եմ անարդար։ Երկար ժամանակ մտածում էի, տեսնես այդ մարդը ինձ կների, որովհետև մեծ ցավ եմ տվել իրեն։ Ինքը մեկ շաբաթում դարձավ ուրիշ մարդ, մինուս 20 կիլոգրամ։ Դրանից հետո միացանք, փորձեցինք, բայց երկրորդ անգամ չի լինում։ Լյուսի Հայրապետյանը անկեղծորեն նշեց նաև, որ ամենաերկար ժամանակը, երբ մենակ է մնացել, 1 ամիսն է եղել։ Չեմ սիրում մենակ մնալ։ Մի ամսից ավել մենակ չեմ մնացել, միշտ ունենում եմ ընկեր։ Սիրում եմ ուշադրություն, միշտ թույլ եմ տալիս, որ ուշադիր լինի։ Եթե լավ տղա ա, ոչ թե կներեք, աղբակույտ։ Հաղորդման սկզբի հատվածում Լյուսին խոսեց Դուբայում ապրելու մասին։ Երբ բնակարաններ ձեռք բերեցի այնտեղ, հասկացա, որ մեծ պոտենցիալ կա առաջ շարժվելու։ Հասկացա, որ չեմ ուզում այստեղ ապրել, որովհետև մի կետում եմ, և այդ կետում եմ տարիներ շարունակ։ Դրանից ավել ունեմ ասպարեզում մարդիկ, ում կուզեմ ձգտեմ։ Իրենց աստիճանին հասնեմ, բայց նայելով նրանց չեմ նախանձում։ Երևանը շատ քաղցր ա հեռվից։ Մոտս ճահճացած էր, զգում էի, որ առաջ չեմ գնում և հոգնում եմ։ Կներեք, բայց մեր հասարակությունը շատ ծանր ա, շատ ա քո վրա ազդում։ Չի թողում առաջ գնաս, կարծրատիպեր ա կապում քեզ։ Լյուսին անկեղծացավ, որ իր կյանքում ունեցել է մի փուլ, երբ իր խոսքով ինքնանպատակ է դարձել ամուսնանալը, երեխա ունենալը։ Բոլորը շուրջս երեխա ունեին, բոլորը խելոք տան աղջիկ էին, ես չէ։ Հասկացա, որ վազում եմ ու չեմ հասցնում։ Անընդհատ սխալ որոշումներ եմ կայացնում և ավելի վատ ա դառնում ամեն ինչ։ Կար մի ժամանակ, որ ուզում էի ընտանիք, մամա դառնալ։ Բայց հետո հասկացա, որ էդ այնքան դժվար ա, երբ մի մարդուց ես ուզում երեխա ունենալ, ում հետ 3 օրը մեկ վիճում եք։ Իմ կյանքում լինում էին տղաներ, ընկերներ ինչ-որ X ժամանակով, ում հետ ինձ ժամանակ առ ժամանակ լավ էր, բայց տոտալ երջանիկ չէի։ Եթե այդ տոտալ երջանկությունը չկա, ես չեմ ուզում այդ մարդուց մի հատ էլ երեխա ունենամ։ Երկրորդ այդ մարդուն ամբողջ օրը իմ կողքը տեսնեմ, որը արտացոլանքն ա իրա։ Ես չեմ կարող մայր չդառնալ, կա զարգացած թեմա, ձվաբջիջ հավաքել, բավականին շատ հավաքել եմ։ Ունեմ էնտեղ պահեստ, կարող եմ նվիրել ընկերուհիներիս, միշտ կատակով ասում եմ, որ երեխա պետք լինի, ասեք։ Որ ինչ-որ մի խնդիր լինի, կարելի ա էկո տարբերակով ունենալ այդ երեխային, սուրոգատ մոր տարբերակով ունենալ։ Ես միշտ բաց եմ զարգացած բոլոր հնարավորությունների հանդեպ։ Զենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին հյուրընկալվել էր Անի Խաչիկյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Համատեղ ֆիլմից հետո եղան ասեկոսայներ Անիի և Սոսի մասին, ինչպես մեկնաբանեց դերասանուհին։ Բուռն և խորքային իրադարձություններ էին իմ կյանքում, բայց նույն կարգի ցավոտ։ Դրանից ինչ-որ ժամանակ հետո ավարտվեցին այդ հարաբերությունները։ Այդ շրջանում և ինձ մոտ և Սոսի մոտ նույն անցումային փուլն էր։
Շատ տարօրինակ շրջան էր, երբ ֆիլմը եղավ, պրեմիերան եղավ, անցավ մի որոշ ժամանակ, ես ու Սոսը մի օր պատահաբար այլ պրեմիերայի ժամանակ իրար տեսանք։ Ողջունեցինք, նկարվեցինք, հաջորդ օրը արթնացանք մի նոր սիրավեպի պատմությամբ։ Այդ ֆիլմից հետո մեր մոտ սիրավեպ սկսվեց, ինչի պատճառով էլ մենք երկուսս էլ բաժանվեցինք։ Ինչ է իրականությունն իրականում ու ինչպես կարող են մարդիկ այդ ամեն ինչը կողքից տեսնել։ Նազենիի ինչպիսին պետք է լինի քո տղամարդը հարցին Անին պատասխանեց. Պիտի կարողանա սիրել։ Սիրելը առհասարակ այնպես չի, որ բոլոր մարդկանց մոտ է ստացվում։ Տղամարդկանց մոտ էլ մասնավորապես բարդ է։ Ինձ թվում է այդ մի դրվագը շատ կարևոր, ամեն ինչ իր տեղը կդնի։ Խոսելով դերասանուհիների կարծրատիպերի մասին Անին նշեց. Հա, իրականության մեջ ունենալ ինչ-որ արտաքին, ինչ-որ գույներ, մասնավորապես դերասանուհիների համար նշանակում է հստակ հերոսուհիների, հստակ կերպարների մեջ քեզ տեսնել և չտալ հնարավորություն, որ դու փորձես այլ բան։ Կորուստներ ու խորը ցավ։ Ես նոյեմբերի 8-ին պարալիզացվել էի։ Չգիտեմ էդ ինչ ֆիզիկական դրսևորում էր իմ մոտ, չէի կարողանում շնչել։ Ուզում էի լացեի, որ միջիցս դուրս գար, կարողանայի շունչս վերականգնեի։ Այդ պարալիզացիան եղել էր հենց այդ պատկերը տեսնելուց, որ հեսա մենք իրար կորցնում ենք։ Հարցը ոչ երկիրն էր, ոչ հողն էր, ոչ տղերքն էին։ Հարցը այն էր, որ բոլորս իրար կորցնում էինք անվերադարձ։ Անին Բրավո-AM-ի հետ ունեցած զրույցում պատասխանել է մի քանի հարցերի։ Ինչպես են բացվում ձեր առավոտները։ Տղայիս մանկապարտեզ ուղարկելով, իսկ եթե գործ եմ ունենում ինքս եմ պատրաստվում ու դուրս գալիս։ Երբեք չեմ նախաճաշում, քանի որ նախընտրում եմ թեկուզ 5 րոպե ավելի քնել։ Ինչպիսին էր մանկության Անին ու ինչ է նա իր հետ բերել մեծերի աշխարհ։ Չեմ կարծում, որ մեծացել եմ։ Ես այս սոցիումի օրենքների մեջ չեմ տեղավորվել։ Հասունացել եմ, ավելի ամուր եմ դարձել ու ինձ չեն կարող նեղացնել։ Բայց այն երեխան, որ պատրաստ է աշխարհն ընդունել ու պարտադրում է, որ այն էլ իրեն ընդունի ու գրկի, չի մեծացել և չի էլ մեծանա։ Մեծերի աշխարհը շատ արհեստական է ու մեզնից հեռացնում է։ Ո՞րն է գեղեցկության մասին ձեր առաջին հիշողությունը։ Մայրիկիս պեպեններն են, ինձ համար դրանք միշտ յուրահատուկ սիրուն են եղել։ Վերջին 1 տարին բավական բարդ ու դժվար էր։ Դուք կարևոր ինչ եզրահանգումներ արեցիք ձեզ համար։ Հասկացա, որ պետք է չկորցնել ապրելու, սիրելու, կարեկցելու կարողությունն ու կյանքի հիմնարար արժեքները։ Չփոխվել, չկոտրվել ու չչարանալ։ Իմ ներքին մարտահրավերն ու դրա հաղթահարման ճանապարհն այդ արժեհամակարգի մեջ էր։ Երբ ապրում ես այդ աստիճանի մեծ ստրես, ինչպիսին մենք ազգովի ունեցանք, ինչ-որ պահի պաշտպանական ռեակցիա է առաջանում ու ամեն ինչին սովորական ես վերաբերվում, հարմարվում ես։ Դրա պատճառով էլ կորցնում ես մարդուն կարեկցելու ու ապրումակցելու շատ կարևոր զգացումը։ Բայց իրականում այդպես էլ կա, չես կարող միշտ նույն ուժգնությամբ կարեկցել ու ցավ ապրել։ Դժվար հաղթահարելի փուլերից մեկն էլ այն էր, որ ինձ համար սովորական չդառնա, որ երեխաները կարող են անտուն, անհայր ու առանց ապագա լինել։ Պատերազմի առաջին օրվանից ինձ արգելել եմ լացել, բայց դա նրանից էր, որ պետք էր պինդ լինել։ Իսկ ամենաբարդն անձամբ ձեզ համար ի՞նչն էր։ Եսասիրական կհնչի, բայց իմ անձնական հիշողությունների հետ կապված կորուստը, Կարավաճառի դարպասների փակվելը։ Ճապոնացիներն անեծք ունեն, ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում, ու մենք սերնդեսերունդ բեկումնային փուլերով ենք անցնում։ Մասնագիտական առումով տարին ինչպիսին է, գոհ եք կատարած աշխատանքից։ Տարին հետաքրքիր է սկսվել ու ավելի լավ է շարունակվում։ Մասնագիտական հմտությունների ձևն ավելի շատ դեպի թատրոն է փոխվել, տարբեր ներկայացումների, ռեժիսորների և ձևաչափերի տեսքով։ Նաև մանկական Այբենարանի հաղորդավարի կերպարով աշխատեցի։ Մյուս նախագիծը շուտով կլինի։ Ոչ թե որպես դերասան Անի Խաչիկյան հանդես կգամ, այլ քաղաքացի։ Բավարարվածություն եմ ստանալու իմ կատարած աշխատանքից։ Դուք հումորային ֆիլմերում եք նկարվել և պատերազմի մասին։ Ինչպիսին են ձեր կերպարները։ Բնավորությամբ ու կյանքի պատմություններով իրարից շատ չեն տարբերվում։ Կուզեմ բացասական կերպար մարմնավորել։ Մի անգամ եմ նման դեր խաղացել։ Չեմ ասի իմ հաջողված փորձերից էր։ Այդ դեպքում լրիվ այլ աշխատանք է տարվում դրամատուրգիայի, կերպարի կառուցման, ներքին մոտիվացիայի առումով։